Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բաքվում պահվող հայ գերիներին Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էլջեքչյանին, Վագիվ Խաչատրյանին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել, այս մասին հայտնել են ազգային անվտանգության ծառայությունից։ Գործընթացը իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք, նշվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ վերոնշյալ 4 անձին Քակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա Հայաստանի տարածքում են։ Հիշեցնենք, Բաքվում պահվում էր 20 հայ գերի, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այս պահին գերիների թիվը 19 է։ Հայաստանում ՑՄ ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ այսօր Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։ Իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով, հայտնել է Արդարադատության նախարարությունը։ Նշել են, որ փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության եւ կիրառվող իրավական մեխանիզմների ներքո։ Նրանք ՑՄ ազատազրկման են դատապարտվել 2020 թվականի 44-օրյա պատերազմում Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում որպես վարձկան ահաբեկիչներ ներգրավելու համար։ Հունվարի 14-ին ժամը 9:50-ի սահմաններում հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության այն զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին հրազենային վնասվածքով, այս մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ Դեպքի հանգամանքները ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, հայտնում են գերատեսչությունից։ Չի լինելու թրիփ ենթակառուցվածքի որևէ կտոր, որևէ հատված կամ շինություն, որտեղ կսահմանափակվի Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, հայտարարել է Արարատ Միրզոյանը թրիփի վերաբերյալ հրավիրված ասուլիսում, նշելով, որ թրիփի համար սահմանվել է 49 տարի նախնական ժամկետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կունենա 74% բաժնեմաս, Հայաստանը 26%։ Թրիփը միտված է Հայաստանի տարածքում անխոչնդոտ բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը, նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ ինտեգրմանը, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգանքի հիման վրա։ Թրիփը կապելով Ադրբեջանի հիմնական մասը իր Նախիջևան ինքնավար հանրապետության հետ եւ կենսական օղակ ստեղծելով տրանսկասպիան առևտրային երթուղում, միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։ Թրիփի հաջողությունը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից, որ նաև կախված է հաջողությունը Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման առաջընթացից, ԱՄՆ կայուն ներգրավվածությունից, տարածաշրջանային համագործակցությունից, կայունությունից, թրիփ զարգացման ընկերությունը ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով եւ սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ նպատակ ունի ապահովել թրիփ ենթակառուցվածքների զարգացումն ու իրականությունը։ 2025-ի իրադարձությունները ստեղծեցին դրական կուլմինացիա տարածաշրջանում եւ 2026-ի սկզբին Հայաստանին սպառնացող վտանգները նվազագույն մակարդակի վրա են։ Հայաստանը եւ խաղաղությունը ռիսկերի եւ հնարավորությունների խաչմերուկում խորագրով ֆորումի ժամանակ Փաշինյանը նաեւ բարձր է գնահատել Միրզոյան-Ռուբիո հանդիպման արդյունքները, ընդգծելով խաղաղության եւ անվտանգության կարեւորությունը եւ հիշեցրել 2022-ի հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունը, որը ամրապնդեց Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հայ-թուրքական սահմանի Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են, հաղորդել է Անադոլուն։ Թուրքական լրատվական գործակալության փոխանցմամբ մաքսային եւ սահմանային ընթացակարգերի համար նոր շենքերի շինարարությունը լիարժեք ընթացքի մեջ է։ Անցակետում ըստ գործակալության տեղադրվում են նաեւ գովազդային վահանակներ եւ ցուցանակներ Հայաստանից զբոսաշրջիկներ գրավելու համար, Իգդիր եւ Հարակից շրջաններ։ Իրանում վերջին 2 օրվա ընթացքում զոհերի թիվը 4 անգամ ավելի շատ է, քան 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած հարձակումների ժամանակ, հայտարարել է Իրանի շահիդ հակաժառանգը։ Ավելի քան 12,000 մարդ, սա զոհերի ներկայիս թիվն է, բայց այն կարող է ավելի շատ լինել, նշել է Ռեզա Փեհլևին։ Հիշեցնենք, Reuters-ի փոխանցմամբ էլ Իրանում ցույցերի ժամանակ զոհերի թիվը 3000 է։
Իրանում բողոքի ցույցերից ի վեր զոհերի թիվը հասել է 3000-ի, հաղորդում է The New York Times-ը։ Ըստ հաղորդագրությունների, երկրի մի քանի շրջաններում, որտեղ հրազեն է օգտագործվել բողոքի ցույցերը ճնշելու համար, դիահերձարանները լեբլեցում են։ Թերթը նշում է, որ մարմինների նույնականացման գործընթացը շարունակվում է։ Թրամփը խոստացել է շատ վճռական գործողություններ ձեռնարկել, եթե Իրանի իշխանությունները սկսեն մահապատժի ենթարկել կառավարության դեմ ցուցարարներին։ Նա նաև նշել է, որ տեղյակ է ցույցերի ընթացքում մահացած բավականին զգալի թվով մարդկանց մասին։ Թրամփը հայտարարել է, որ չեղյալ կհայտարարի իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև սպանությունները չդադարեն։ Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքի ակցիաները վերահսկողություն հաստատելով ձեր հաստատությունների նկատմամբ։ Հիշեք մարդասպանների եւ բռնարարների անունները։ Նրանք մեծ գին կվճարեն։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները դադարեցվեն։ Եթե նրանք նման բան անեն, մենք շատ ուժեղ գործողություններ կձեռնարկենք։ Կանադայի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով։ Հայտարարությունը տարածվել է Կանադայի կառավարության էջում։ Նշենք, Իրանի ոստիկանության տեղեկություններով ձերբակալվել է ակցիաների 297 մասնակից։ Ուկրաինան աջակցում է ԱՄՆ դիրքորոշմանը Իրանի հարցում, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այն ռեժիմը, որը այդքան տարիներ եղել է Իրանում եւ սպանել է այդքան շատ մարդկանց, արժանի չէ գոյության։ Անհրաժեշտ են փոփոխություններ։ Փոփոխություններ են անհրաժեշտ նաեւ այստեղ Եվրոպայում։ Ռուսաստանից սկսած եւ երկարաձգվող արյունահեղությունը պետք է դադարեցվի։ Չինաստանն ու Արաբական Միացյալ Էմիրություններն Իրանի խոշորագույն առևտրային գործընկերներն են, ինչի հետևանքով նրանք հայտնվում են այն երկրների ցանկի առաջին հորիզոնականներում, որոնց կարող է սպառնալ Դոնալդ Թրամփի 25%-անոց հակաիրանական մաքսատուրքը։ Հիշեցնենք, Թրամփը հայտարարել էր, որ սահմանի 25% մաքսատուրքը այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ։ Իրանում ինտերնետի համազգային անջատման պայմաններում SpaceX-ը անվճար է դարձրել Starlink արբանյակային ծառայությունը։ Իլոն Մասկի ընկերությունը չեղարկել է բաժանորդագրության վճարը բողոքի ցույցերի ֆոնին իրանցիներին ինտերնետի հասանելիություն ապահովելու նպատակով։ Հարյուրավոր ֆերմերներ կրկին բողոքի ցույցի են դուրս եկել Փարիզի կենտրոնում։ Սուպերմարկետների ցանցերը արդեն հայտարարել են, որ չեն գնելու հարավային Ամերիկայից ներկրված մթերքները։ Նրանք դժգոհ են ԵՄ-ի եւ Մերկոսուրի միջև կնքված համաձայնագրից, պահանջում են վարչարարական ընթացակարգերի պարզեցում։ Ֆերմերները հույս ունեն արգելափակել համաձայնագիրը Եվրոպական խորհրդարանում։ Սա պայմանագիրը չեղարկելու վերջին հնարավորությունն է։ Թայլանդում ուղևորատար գնացքի վրա շինարարական կռունկի ընկնելու հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, եւս 55-ը վիրավորվել։ Գնացքում եղել է 190 ուղևոր։ Բախման հետևանքով գնացքը դուրս է եկել գծերից եւ բռնկվել։ Ադրբեջանի տրանսպորտային հանգույցի գործարկումը ըստ մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահի կարող է ազդել Վրաստանով Հայաստան բեռնափոխադրումների գնի վրա։ Գեգամ Գևորգյանի հավաստմամբ գնիչեցման ազդակներ հայկական կողմը արդեն ստանում է։ Այդ փոփոխությունները նկատի կլինի Ադրբեջանից Հայաստան ապրանքների երկրորդ խմբականակի ներմուծման դեպքում։ Գևորգյանը հայտնել է, որ որևէ տնտեսվարողի նկատմամբ պարտադրանք չի եղել Ադրբեջանից Հայաստան ապրանքների ներմուծման առումով։ Հայաստանում գործունեություն ծավալող տնտեսվարողները հնարավորություն ունեն Ադրբեջանից ապրանք ներմուծել Հայաստան։ Մենք կոմունիկացվել ենք իրար եւ իրանցից որևէ մեկը ասել է մենք բողոք չունենք։ Եթե ունենք, ասեն։ Հիմա կարող ասել, բայց կարող վախենան բողոքեն, բայ ոնց ասում, բայց մինչեւ դա ցորեն էին բերել։ Գիտեն չէ՞ որ արդեն Ադրբեջանի հետ առևտրային հարաբերություններ են սկսել։ Մեկ եկել ասել ես գնամ բենզին բերեմ, ասել ենք, չէ, ինչ կառույցություն չթողի։ Կառույցը անդադ խոսում է վարչապետ, անդադ ասում է, որ խաղաղության օրակարգի այսպես ասած առավելություններից եկեք օգտվեք, շուտ եկեք ուզեցիլա գնալ մենք ասել ենք մի արեք։ Շուրջ 307,000 կանչ է սպասարկել շտապօգնությունը 2025 թվականի ընթացքում, ինչը մոտ 3%-ով ավելի է եղել 2024-ի համեմատ։ Ասուլիսին նշել է շտապօգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։ Շտապօգնությունը 1 տարում ձեռք է բերել 7 մեքենա լիզինգով, ձեռք է բերվել նաև էլեկտրական անվասայլակ տարբեր քաշային կարգի մարդկանց տեղափոխելու համար, նույնիսկ 200 կիլոգրամ քաշ ունեցող անձի։
Պետական բյուջեից շուրջ 640 միլիոն դրամ է հատկացվել փրկարար ծառայությանը նոր հրշեջ փրկարարական եւ արագ արձագանքման մեքենաներ ձեռք բերելու համար։ 2025-ին իրականացված գնումների արդյունքում ծառայությունը ստացել է 18 նոր մեքենա, որոնք արդեն հանձնվել են տարածքային ստորաբաժանումներին։ Արագ արձագանքման մեքենաները համալրված են 250 լիտր ջրի եւ 25 լիտր փրփրահեղուկի տարողությամբ։ 2025-ի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է 31 չգրանցված աշխատող եւ առաջադրվել է մոտ 7-8 միլիոն դրամ տուգանք, ինչպես նաեւ 13 կազմակերպությունում հայտնաբերվել են ՀԴՄ-ի կիրառման խախտումներ, որոնց համար առաջադրվել է մոտ 68 միլիոն դրամ տուգանք։ Բացահայտվել է մոտ 14000 խորանարդ մետր տորֆի ապօրինի արդյունահանում, պետությանը պատճառելով մոտ 55 միլիոն դրամի վնաս։ Դեպքը տեղի է ունեցել Լոռու մարզի Սարատովկա գյուղում, հարուցվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է։ Հայաստանի գեղասահքի հավաքականի մարզիկները չեն մասնակցի գեղասահքի Եվրոպայի առաջնությանը Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից մուտքի վիզաների ժամանակին չտրամադրման պատճառով։ Ֆեդերացիան հայտարարել է, որ սա լուրջ արված է մարզիկների սեզոնային պատրաստությանը եւ խոստանում է քայլեր ձեռնարկել նման դեպքերը կանխելու համար։ «2025 թվականի դեկտեմբերին 2024 թվականի դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.3 գնաճ։ 4.3-ը թերևս մեծ թիվ չէ, բայց մարդկանց մեծամասնության մոտ այն կառաջացնի որոշակի անհամաձայնություն։ Կարծես ամենօրյա առևտուրը գնաճի լրիվ այլ թվեր է պահում ուղեղում։ Այդ թվերը կարելի է համեմատել առանձին շուկաներում 2025-ի ընթացքում արձանագրված գների հետ։ Ըստ այդմ թռչնամսի գինը աճել է 4.3%, տավարինը 11.7%, խոզինը 12.7%, գառանը 14.1%, իշխանի գինը աճել է 18.3%, արձանագրվել է կարագի 7.2% գնաճ, արևածաղկի յուղի գինը աճել է 8.2%, մակարոնեղենը 7.9%, հնդկացորենինը 9.4%, բոլորինը 10.4%, սպաների գինն աճել է 4.6%-ով։ 2020-ի վերջում մեկ դրամը արժե զրկվեց, ճիշտ է, հետո վերադարձավ, այնուհետև արժևորվեց, բայց այս բոլոր պրոցեսները նպաստեցին նրան, որ մենք գնաճի ուժեղ ալուր ունեցանք 21 թվականից սկսած ու 21-ից մինչև 23 մոտավոր մենք տակային 20%-ից ավել գնաճ ունեցանք։ Ըստ վիճակագրական տվյալների 2025-ի հունվար-դեկտեմբերին 24-ի հունվար-դեկտեմբերի համեմատ բանջարեղենի ապրանքախմբում գրանցվել է 7.5% գնանկում։ Այստեղ միջին վիճակագրական քաղաքացին նորից կհիշի իր անձնական փորձն ու կփորձի հասկանալ, թե ինչու է այն հակասում վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին։ Իրականում սննդամթերքի շուկայում վերջին տարիներին անընդմեջ գնաճ է գրանցվում։ Տարբեր սոցիալական խմբերի, տարբեր այսպես աշխարհագրական տեղամասերի, տարբեր տարիքի, տարբեր, չգիտեմ, առողջական հատկանիշների մարդիկ տարբեր սպառման կառուցվածքներ ունեն ու այս առումով իրենք գնաճը կարող են տարբեր ձևով զգալ։ Իրականում հանրության մի ստվար զանգված հիմնականում սպառում է 15-ից 20 մթերք, որոնց մեծամասնությունը ալյուրային, կաթնային ապրանքներ են։ Կա կարծիք, որ նվազագույն պարենային զամբյուղում տեղ են գտնում այն մթերքները, որոնց ինքնարժեքն այդքան էլ բարձր չէ։ Ըստ այդմ պաշտոնապես համարվում է, որ մարդը ստացած թոշակով կարող է հավուր պատշաճի սնվել։ Բայց նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ օրինակ կաթնամթերքի եւ մսի շուկայում պատկառելի գնաճ կա։ Ինչպես է ստացվում, որ գյուղ ոլորտում մի կողմից պետությունն ահռելի ներդրումներ է անում, խելացի անասնագոմեր ինտենսիվ այգիներ հիմնում, մյուս կողմից այդ ամենի արդյունքը սննդամթերքը թանկանում է։ Ռուսական շուկա, ռուսական ռուբլու կուրս, արտադրական օղակներ, շուկայական ենթակառուցվածքներ եւ շուկայի օլիգոպոլիկ կառուցվածք, այս բոլորը մեկի արդյունքում ստանում ենք այն, ինչ ունենք։ Այսինքն սննդամթերքի շուկայում տեղական արտադրանքը թանկ է, քանի որ բարձր է դրա ինքնարժեքը։ Դա ակնհայտ է դառնում կաթնամթերքի արտադրության ոլորտում։ Կաթ արտադրող առաջնային միավորը վաճառումը 120-150, մաքսիմում 200 դրամով։ Այստեղից գալիս անասնագլխականակի կրճատում, որովհետև ձեռնտու չի, իսկ անասնագլխականակի կրճատումը բերում է իր հետևից արդեն այնտեղ մնացած հարցերը։ Այսպես շղթայաբար ապալվելով գնում արժեշղթայի բոլոր օղակները։ Ինչով է գնաճի հարցը էական։ Սննդամթերքի շուկայում 4.3% գնաճը հաշվի առնելով է, օրինակ կառավարությունը որոշում, որ թոշակառուն կարող է գոյատևել այսքան գումարով եւ էական հավելումների կարիք չունի։
Հունվարի 14-ին մերկասառույցի պատճառով Արարատի մարզում Երևան երաշտ ճանապարհին բախվել է 14 մեքենա։ Տուժած բարեբախտաբար չկա, սակայն տեղում մի քանի վարորդ հայտնել է, որ 3 հոգի վնասվածք է ստացել։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները, ճանապարհն ամբողջությամբ մերկասառույցով է պատված եղել, իսկ սպասարկող ընկերությունը աղուավար չէր լցրել։ Հունվարի 13-ին Գյումրի-Երևան ճանապարհին Մաստարա բնակավայրի վարչական տարածքում Nissan Murano-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե պատնեշին, ապա առաջ ընթացել, դուրս եկել երթևեկելի գոտուց հայտնվել ձորում։ 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Հա, հիվանդանոց այս պայն բարեկային ավտոմեքենայով վիրավորներից մեկին տեղափոխում են Հալին բժշկական կենտրոն, արդեն զանգել են շտապօգնությունը մոտենում է։ Էսան իգեր։ Վիրավորներից երկուսին Թալինի հիվանդանոց են տեղափոխել գումարտակի հրամանատարն ու վաշտի հրամանատարի տեղակալը բարեկային ծառայողական մեքենայով։ Հետո ժամանած Թալինի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավոր կնոջը, ապա տեղափոխել հիվանդանոց։ Հունվարի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում Կիևյան կամրջի տակ Հրազդան գետում հայտնաբերվել է 20-ից 25 տարեկան տղայի դի։ Ժամանել են Երևանի թիվ 12-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աչափնակ եւ Դավիթ Հաշեն վարչական շրջանների քննչական բաժին։